Այդ Շիրակի փողոցն է այսի։ Կոյուղա ջուրը սենց դուրս է գալիս։ Սենց է էթումա։ Սենց է էթումա, ասում է 2-3 կիլոմետր գնում։ Ուս բնակիչների սենց մի քանի օր։ Լուստ է նայ։ Կոյուղի է թե խմելու ջուր է։ Մարդ չի հասկանում ճիշտն ասած։ Մի մասը ասում է կոյուղի, մի մասը ասում է խմելու ջուր, բայց երկուսն էլ ասում են, որ արդեն մի քանի օր է այս վիճակում։ Սենց գնում է։ Սենց գնում է։ Հուլիսի 24-ն է, Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Շիրակի փողոց, ժողովրդին ավելի շատ հայտնի Այրացիա թաղամասում, Ձիարշավարանից դեպի Այրացիա թաղամաս, ըստ բնակիչների երեկվանից մինչև այժմ ջրախողովակի, խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը այսպես դուրս է գալիս ու երևում 2-3 կիլոմետր հոսում է։ Բնակիչները նշում են, որ առավոտվանից զանգահարել ենք վիոլա ջուր, սակայն ոչ մի դրական պատասխան։ Միայն ասել են, թե խնդրին տեղյակ ենք, իսկ հետո էլ չեն էլ պատասխանել բնակիչների հեռախոսազանգերին։ Հիմա խմելու ջուրը այսպես գնում կորում արդեն երկրորդ օրն է լրանում ու պատասխանատուները տվյալ դեպքում վիոլա ջուրը ոչինչ չի ձեռնարկում, ոչ մի աշխատանք չի կատարում վթարը վերացնելու, խմելու ջրի կորուստի դեմն առնելու համար։ Հեսա կասեն պատվեր են կատարում։ Հիմա այսի պատվեր կատարելա, թե բարձրաձայնելա, առավոտվանից բնակիչները զանգում են, որ ասում են դիվադադար են անում ձեզ, հարգելի վիոլա ջուր։ Այդ ամենը դուք անտեսում եք։ Չհաշված
որ քանի անգամ ավտոմեքենաներ են ընկել այս փոսի մեջ։ Մնում է լույսը բացվի, բարին էլ հետը, դիմենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի Շենգավիթի թաղապետին հանձնարարի, որ վիոլա ջրի հետ լեզու գտնեն ու գան այս խնդիրը շատ արագ լուծեն։ Տոննաներով ջուրը գնում կորում է։ Այս էլ քարերն է այդ, որ ավտոմեքենաները ընկել են այդ դիտահորի, վնասված դիտահորի, ամեն դեպքում նստվածք է տվել։ Մարդիկ շրջանցում են ստիպված դուրս են գալի, հանդիպակաց երթևեկելի գոտիով են վարում ավտոմեքենաները։ Սենց գնում է 2-3 կիլոմետր ջուրը գնում է, կորում է, աչքի լույսի նման պիտի պայեք այս ջուրը։ Այսինքն մարդիկ գալի են գնում են փոսը։ Տեսար մարդան գավ ավտոն կվնասի էսա, լնա ինչ մաքուր ջուր է, լստեն է։ Այս պարկ լավ ճամփով գնաց։ Մոպեդը չգնի։